պետությանը, իսկ համայնքին նվիրատվության մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն չկա եւ կիրառվում է առանձին։ Պարոն Պապոյան, շատ լավ։ գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքի։ Ես ասի, իհարկե կա գնաճ, որը եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկը երեք բարձրացման գնաճ է լինելու, այո։ Կենտրոնական բանկը ասում է, որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, տնտանիքը ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին իրար հետ 120,000 դրամ։ Հիմա ստանալու են 140,000 դրամ։ Գումարած ամեն մեկը 10,000 դրամ էլ կստանա բան հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավելի ստանան, թե օրինակ 0.2% գնաճ չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Դուք 140,000-ով կարող եք ապրել մեկ ամիս բան։ Ուրեմն իհարկե դժվար է ապրել 140-ով, բայց 100-ով ավելի վատ է։ 16,000 դրամով շատ ավելի վատ է ապրել։ 16,000 դրամով, որը գիտեք քանի տարի առաջ է 16,000 դրամ։ 9 տարի առաջ 16,000 դրամով ավելի դժվար է ապրել։ Պարոն Պապոյան, ինձ որ հարցնեք, ժողովուրդ ջան, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները։ Իսկ որպեսզի շատ բարձր լինի, պետք է մի հատ որպեսզի շատ բարձր լինի, պիտի 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը, չպիտի ստանա 200,000 դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանա 10,000 դրամով։ Եթե ստանում են 400,000 դրամ, եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքներն էլ լավն են լինում, մեր 600,000 եւ ավել 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել։ Որտե ես իմանամ, մի հատ էլ 1 միլիարդ տանք 5,000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ իսկ առաջարկեմ, ու որ քաղաքական ուժն իմանա դա առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրան կքվեարկի։ Նախընտրական չէ, ամեն ինչը դրությունից նախընտրական չի, դա արդյունքների վրա հիմնված է։ Պարոն վերջին տարիներին որքան օտարերկրյա ներդրում է եղել Հայաստանում, ինչ արտադրություններ են բացվել այդ արդյունքում։ Տեսեք, օտարերկրյա ներդրումները նախ 25-ի թիվը դեռ չի հրապարակվել, վիճակագրության կոմիտեն է հրապարակում, պետք է ընդհանուր ամփոփեմ, որպեսզի կարողանամ, եթե թիվը չկա, չեմ կարողանա ասել, բայց ուրեմն մեր մոտ հիմա այս պահին մի քանի ես ուղղակի դες խոշոր ներդրումային պրոյեկտներ ասեմ, որոնք որ ընթացքի մեջ են կամ շուտով կլինեն։ Դրանք ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա Nvidia-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա հյուսիս-հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Ես օրինակ, որ մի անգամ գնաք տեսնեք Հայաստանում ինչ, ցանկացած մարդ, որ մի անգամ գնա հյուսիս-հարավում Սյունիքում տեսնի ինչ է կատարվում, երբեք Հայաստանում չի հարցնի պարտքը ինչ արեցիք, որովհետեւ կտեսնի, որ օրինակ Հայաստանում հիմա այնքան թունել է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան կամուրջ է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան նոր ժամանակակից ճանապարհը մեր հաշվին է դա սարքում։ Մարդու համար է։ Տեսեք, տարիներով մենք պետք է մարդու համար է դա։ Մարդու համար է դա։ Դրա շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Նոր մի քիչ առաջ այդ օրինակը բերեցինք։ Հայաստանի Հանրապետությունում պարտք չունեն մենակ աղքատ մարդիկ։
Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Այդ թվում են մարդիկ, ովքեր որ ֆինանսավորում են այս բաները, կայքերին։ Այդ մարդիկ Հայաստանում ունեն ամենաշատ պարտքեր, որտեղ իրենք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վեկալում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում, մի քիչ էլ տալիս են, այո, բաների, տարբեր մամուլի միջոցների այդ փողերից։ Այսինքն, ուզում ասեմ, Հայաստանի Հանրապետությունում վարկ չունի, պարտք չունի, աղքատները մենակ եւ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ինչքան հարուստ մարդ կանցնի 10 հոգի, ես դες վստահեցնում եմ, այդ մարդիկ կապ չունի, կարող է մեկը ոչ, դրա համար շատ պարտք չունեն, այլ որ կարողանա օրինակ եթե հարուստ լինեի, կարող է այդ մեսօրվա մեր հարուստների նման 30-40-50 միլիոն դոլարանոց վարկային պարտավորություններ ունենայի, որոնք ներդրված կլինեին բիզնեսների մեջ եւ այդ արդյունքը կլինի։ Իսկ ինչ վերաբերում է ինձ։ Ասում դա լավ ճանապարհ չէ Հայաստանալու, խանութի մենեջերից նախարար։ Խանութի մենեջեր ճանախարար չէ, խանութի վաճառող եմ եղել։ Իմ հերը որս ուսանող եմ եղել, ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել, որ կարողանայի բանից։ Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո եղել եմ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության տեխնացու, ազգային ժողովի պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, ոչ, բոլոր կետերը անցել եմ եւ անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության հաշվին, իմ կրթության հաշվին, մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել, մինչև հիմա էլ շարունակում եմ եւ այդպես է, եւ այլ մեխանիզմ գոյություն չունի, հիմա ես տարբեր կրթական ծրագրերով գնել եւ տարբեր կրթական ծրագրերով on-line եւ ոչ on-line։ Օրինակ իմանալ ինչ եք։ Կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին։ Պարոն Բաբայան, եւ քանի որ գյուղատնտեսությունն է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ կոթայքի մարզում մտավախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվել։ Եվ գյուղատնտեսական նաև տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհին Էջմիածնի մոտ այդ ակցիան էին։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բացնում եք։ Այդ ակցիայից հետո մենք փոք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա էլի չի եղել, ձեր համար փողը չեք ստացել, բայց հիմա էդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել եք։ Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կարկտից դժուժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցումը, շուրջ 3 միլիարդ դրամ։ Չէ, բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70 կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցում։ Այսինքն եթե բնակիչները անձամբ դիմեն ձեզ, հաստատի համայնքապետարանը կա հանձնաժողով, գնահատում դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է բոլորի, ընդ որում ոչ միայն 2025-2024-ն էլ ենք փոխհատուցել 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվում։
Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է այնտեղ բարձրացել։ Ասում են մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով են կազմել, երբ որ ասեցի, ես եմ բարձրել հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով են կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտեք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպեսի բան կա հայերենում։ Դրանց նշանակում խզարած աշխատել։ Լավ, այսինքն Բայց օրինակ ես ինչքան գիտեմ հայերենում տես բառ չկա։ Հա, համաձայն եմ, բայց ոչ թե դա բառը Ռոբերտ Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռանա ու ասում է պատասխանելու իրենց սխալներին։ Դե թող չհանգստանա, ինչ է եղել։ Ձեր սխալների համար պատրաստ։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա մեր սխալների համար պատասխան ենք տալիս։ Եթե ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտարի մարդիկ Պարոն Պապոյան, ոչ մի սխալ չեք։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարություն, որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա։ Պարոն Պապոյան, Բա Անթերի անսխալական նախարար եք։ եթե այսպես ասեմ, Էկոնոմիկան չի այսքան բաց։ էկոնոմիկան ախր շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունենք, ասում եմ, էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Քոչարյանը ասում է, որ գազի գնի էժանացման շուրջ օրինակ կբանակցի, դա իրատեսական է, եթե դառնա վարչապետ, թե ոչ։ Քանի որ չի դառնա վարչապետ, հետեւաբար իրատեսական չի։ Ժողովրդիկներն եք որոշում։ Լավ եք էլի։ Իսկ հիմա արագ արձագանքող խմբերի միջև կանչել Հայաստան եւ Եվրամիության Հիբրիդային պատերազմի դեմ եք Կայա պայքարում։ Կալասն է հայտարարել, որ իրենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, կարծեմ Մարատ Միրզոյանն այդպեսին համապատասխանում էր։ Դե ենթադրում եմ, ես իմ այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է։ Եթե կշռակարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոս թե չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողան թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր եւ դա չգրելն է։ Տարածությունների հիմքը ինչ կասկածներ կան կամ ինչից ելնելով եք դուք այդպես։ Օրինակ մի օրինակ ասեք, որ շարքային քաղաքացու համար պարզ լինի, դիցուկ ասենք ես ընդդիմադիր ուժի ինչ որ բան է անում եւ դրա համար դուք այդպեսի մտածում։ Ասենք այդ ձեր նշած հարցը, ասենք 1044 թվականին, եթե լրագրող լիներ, կանային տային, ասենք բաներին, բյուզանդական էմիսարներին, որոնք որ կամ 424 թվականին կանային տային բաներին Սասանյան էմիսարներին, ովքեր այս նույն գործով են զբաղված։ Պարոն Պապոյան, այն մոտեց մտածում կա եւ պատասխանատվության կենթարկի։ Նարեկ ջան, թող այս հարցը սարքավորել է։ Քոչանը թող մտածի իր պատասխանատվություն ենթարկելու մասին, որովհետեւ այո, եթե մի բան բաց ենք թողել, իրեն դեռևս արդարադատությունը արժանի գնահատական իր գործողությանը չի տվել։ Այսինքն վերացել եք։ Դե ժամանակ ունենք, ոչինչ։ Պարոն Պապոյան, ով է վտանգում Հայաստանի անկախությունը, որ դուք ԵՄ արագ արձագանքման խմբերին հրավիրել եք Հայաստան։ Ով է վտանգում Հայաստանի անկախությունը։ Դուք ասում եք բոլոր այն ուժերը, որոնք որ օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չեն ծնվել
դատվել եմ տալի։ Իրավական պետություն ենք եւ իրավական համակարգն էլ այո ուշադիր է այդ թվում նաեւ կանխարգելիչ գործողություններով, այդ թվում նաեւ քաղաքական գործունեության մեր արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերին ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Պապայան, իսկ ձեր կուսակցական տուրերը ինչ միջոցներով եք կազմակերպում, որովհետև մտավախություն կա, որ դրանք իրականացվում են պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի որ տողի հաշվին։ Կարո՞ղ ասեք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Կուսակցության միջոցներով։ Կուսակցության նվիրատվությունների։ Չէ, բայց այստեղ պետության մասնակցությունն էլ այնուհանդերձ ենթադրում եմ կա, որովհետև վարչապետին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պետական այդ մեքենաները, այդ օրերին կուսակցությունը ֆինանսավորում։ Դեռևս 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվել, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի, նստի մենակով ավտոբուս ու գնա ակետից բկետ, գիտեք, իրավունք չունի, եւ այն մարդիկ, ովքեր որ իր հետևից, եթե չքշեն այդ մեքենան, կդատապարտվեն, հասկանում եք, դες բան է։ Այսինքն ամեն դեպքում այս քարոզարշավին պետական ֆինանսավորում որ մասով կա, ճիշտ է։ Ասացի չկա պետական Չէ, ֆինանսավորում։ բա անվտանգությունը, մեքենաները։ Ագելի գործընկերներ։ Հիմա այդ նույնն է, որ ասենք դուք հիմա պետական ֆինանսավորմամբ հարցազրույց եք վեկալում։ Գիտեք ինչի։ Գտնվեք այս լույսը որ վառվում է, պետական բյուջեից է։ Պետական բյուջեի աջակցությամբ TV5-ը եւ Factor TV-ն ու 24 News-ը հարցազրույց են վերցնում։ Դա նույնն է չի պարոն Պապոյան, դա տարբեր բաներ։ Հավատացեք, ինչքան հավատացեք, ես այդ օրինակը ցույց տվեցի, որ դուք տեսնեք, թե ինչքան absurd է ձեր տված հարցը, ներողություն եմ խնդրում։ Բայց իմ հարցերին ինչ է գնահատականը։ Պապան, հիմա հաստատ դուք եւ աջակցել եք, որպեսզի աջակցեն ձեզ եւ ընտրություններին հաղթանակցեն։ Եվ բոլոր գործողությունները դիմացինի կարող է ներկայացվել որպես անկախության սպառնալիք եւ կանոնավոր։ Ուրեմն գործընկերները այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ Հայաստանի ապագայում մեր խաղաղությանը վնասող ու խաթարող որևէ գործողություն չհասնի հաջողության։ Որ չընտրվեք, հիմա ասում են Եվրամիությունից էլ են մարդիկ էմիսարներ բերում։ Եվ անկախությունը վտանգ։ Այդ դրա համար ձեր ձեռքերը փրփուրներից է կախված։ Մենք մեզ ոչ էմիսարներ են պետք, ոչ մենք գիտենք ումից ենք քվեք ուզելու։ Այդ քվեն մենք ուզեցել ենք մեղրեցիներից, ագարակցիներից, քաջարանցիներից, գորիսեցիներից, իշխանասարի, արաքից, գյուղերի բնակիչներից, որոնք շատ մեծ քվեն տալու մեզ։ Ինչու եք ասում Գյումրի 2 թույլ չենք տալու։ 21 թվականին դուք տեսել եք ինչ արդյունքներ ա եղել։ Եվ այսպես մինչև բավրա եւ նոյեմբերյան եւ ումից որ մենք քվենք խնդրում, այդ մարդկանց մոտ էլ գնում ենք, այդ մարդկանց մոտ էլ գնացել ենք, այդ մարդկանց մոտ էլ գնալու ենք, առանց Եվրամիության էլ գնալու ենք։ Այդտեղ Եվրամիության հետ կապված միակ բանը, ինչքան գիտեմ, այդ ավտոբուսն է, որը արտադրվել է Եվրամիության երկրներից մեկում, բայց տարիներ առաջ։ Հիմա ինչի՞ց եք անհանգստացած, պարոն Պապոյան, որ ասում եք որ 2 թույլ չենք տալու, ինչպես թույլ չեք տալու, ինչի եք անհանգստացած։ Դուք եք ասում, մտնում եք ԿՊԻ-ից, Ռուբեն Ալեքսանյանը ամենօրյա ռեժիմով եթեր է մտնում, ասում եք Ես Գյումրի 2 չգիտեմ, գիտեմ Էջմիածին 1, որը լինելու է Հայաստան 3։ Բայց ոչի որ Էջմիածին 1-ում դուք մեծամասնություն չեք, փոշիացված ոչ, փոշիացված ձայնով դուք անցաք։ Այդպես չի։ Մի երկրորդ տեղ էր, որ իշխաներ։ Չէ, հիմա Ժողովուրդ ջան, ասենք այդ նույն տրամաբանությամբ ասեմ դե գիտեք բանա։ Մենք էլ Գյումրիում զբաղեցրել էինք առաջին տեղը։ Ես ձեր քվեով այդ հույսը ունեմ, Ռուզաննա ջան։ Ձեր քվեով։ Դուք ամենաշատն եք մեզ ընտրելու, որովհետև այս process-ի շահառուն այս ազատ մամուլն է, որ ինչ ուզում անում է, ինչ ուզում խոսում է, ու ես վստահ եմ այս ազատ մամուլի ներկայացուցիչները թաքուն ամենաշատը իրանք են մեզ քվեարկելու։ Դուք ամենաշատն եք մեզ թաքուն քվեարկելու, չեք ասելու, բայց գնալու եք քվեարկել։ Արեկը 100% կեսնես։